Սրտի անուղակի մասաժ ենք անում, արեստական շնչառություն ենք, տալիս չի վերակենդանանում դուժածը։ Ինչ ենք անում, բացում ենք աչքերի բիբը, եթե բիբը լայնացած է, աչքերի բիբերը ունենում են ինչ տեսք, եթե հիվանդը արդեն մահացել է, նա այլևս չի վերա, կատվային աչքեր են լինում, այսինքն այս կլորը դառնում է օվալաձև։ Այդ ժամանակ կողերից սխմում ենք, սխմում ենք աչքերը, եթե կլորացավ, դառնում է օվալաձև, եթե թողնում ենք աչքի բիբը, եթե չվերստացավ իր այդ կլոր տեսքը, ուրեմն հիվանդը տուժածը արդեն մահացած է։ Ստեսին ես։ Վերջին պահին էլ լրակով ոչ շարքովիր էր։ Այսպիսի այլայլված դիակներն նույնպես են զատը։ Նրանց պատերազմական նրանց մասին պետք է բոլորս իմանան։ Մենք պարկ ունենք։ Երբ նայում եմ ես այս ֆիլմը, չէ, ես մտովի նորից վերադառնում եմ պատերազմը, անեանում եմ, մոռանում եմ, որ պատերազմը վերջացել է, որ ես վերադարձել եմ, որ հիմա խաղաղություն է։ Ida's and David's War, a forgotten war in Europe. Armenia, one of the former Soviet republics, today it's a little country tucked between Turkey and Azerbaijan, in the southeasternmost corner of Europe. War has festered in these parts for centuries, Armenians fighting various peoples of Turkish origin. A long period at the front was to change Ida's and David's lives for all time to come.
Որ գյուղ եմ ես հասցրել լինես ազատագրված։ Ազատագրված։ Այս անգամ։ Այո։ Վաղու հասում, Չլդրանում, Դրմբոնում, Մեհմանայում, շատ գյուղերում։ After 5 years of intensive fighting, this particular war ended in 1994. The Armenians had won and there was a ceasefire. The Armenian enclave of Nagorno-Karabakh was retaken from the neighboring country of Azerbaijan. Հիմա որ նայում եմ այս կասետները, ես չգիտեմ, այս կյանքն է հեքիաթ, թե այն կյանքն է հեքիաթ, չգիտեմ, որն է ավելի ճիշտը, որն է ավելի իսկական, իրականը։ Որ հեքիաթը թուրդ է գալիս։ Որ հեքիաթը։ Գիտես, պարզապես այն ժամանակը մարդկանց մեջ ավելի էր ազնվությունը, անշահախնդրությունը, անկաշառությունը։ Իսկ հիմա այս մի հեքիաթը շատ քիչ է մնացել այդ անշահախնդրությունը, այդ ազնվությունը, այդ իրեն վնասելով դիմացինին օգնություն ցուցաբերելը, դա արդեն հեքիաթ է դարձել երևի, թե Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես արդեն 12 տարի աշխատում եմ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում։ Երբ մի օր հեռուստատեսությամբ լսեցի, որ Արցախին բուժաշխատողներ են հարկավոր։ Ես ամբողջ գիշեր չկարողացա քնել, իսկ առավոտյան արդեն դիմեցի մեր Հայաստանի առողջապահության նախարարին, որ ինձ գործուղեն Արցախ։ «1994 թվականի մայիսին, երբ ավարտվեց պատերազմը, ես վերադարձա Հայաստան։ Իհարկե, պատերազմի ժամանակ դեռ միշտ իրար փոխանցում էինք։ Հանկարծ, որ մեզնից որևիցե մեկը զոհվի, ողջ մնացածը պիտի տեր կանգնի, զոհվածի երեխաներին, ընտանիքին, ծնողներին, այդպիսի խոստում էինք մենք իրար տվել։ Անցել էր պատերազմից 4 տարի, երբեմն հավաքվում էինք մարտական ընկերուհիներով, ու երբ արդեն զրուցում էին, տեսնում էի, որ բոլորն էլ սոցիալապես ծանր վիճակում են գտնվում, եւ ես որոշեցի հիմնադրել Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական կազմակերպությունը, որպեսզի հնարավորության սահմաններում տեր կանգնեմ այդ կին ազատամարտիկների ընտանիքներին։ Պատերազմի ժամանակ ավելի լավ էի դիմանում, երևի այն ժամանակ չկար խորը մտածելու, հիմա արդեն չեմ դիմանում։
Գետանք քո տոտոն նախսուն ջան։ Ոյ պեստելիկ։ Ոյ նախսուն։ Լաքի։ Իսկ ինչ հակնում այ նախսուն ջան դու։ Ոյ Շուշանիկ։ Եվ արդեն 1 տարի է կայլասկի վրա նստած է Շուշանիկը։ Ինձ համար շատ ցավալի է եւ Շուշանիկի համար եւ երեխային եմ շատ խղճում, որ դեռ հիմա չի հասկանում, հետո արդեն պիտի տեսնի, որ ինչքան անօգնական է իր մայրը, որ մայրը ավելի օգնության կարիք ունի, քան թե ինքը այդ փոքրիկը։ Շուշանիկն էլ ինչպես տեսակ չունի բնակարան, ապրում էր հանրակացարանում, ինձ համար ավելի հուզիչ էր, երբ տեսա, որ երեխայի մահճակալը այնպիսի տեղ էր դրված, որ Շուշանիկը գայլասկայով չէր կարող մոտենալ օրորոցին։ Բնակարանի հարցն է, իմ պրոթեզավորման հարցն է, ես նստած եմ, շատ դժվարությամբ եմ ամեն հարց կարգավորում, որ քայլում էի, ազատ քայլում էի, առանց մահակների։ Բայց հիմա նստած եմ, դա ամենաառաջնահերթ տան հարցը, ստեղ հնարավոր չի, շատ եմ դժվարանում երեխաների համար։ Հանրակացարան է սա, Սյուզան, բնակարաններ չի, սա հանրակացարան է, դրա համար հիմա Շուշանիկը, քանի որ թեկուզ պրոթեզավորված է լինի, իր համար շատ դժվար է, որ ջուրը, տուալետը միջանցքի ծայրում է գտնվում, ինքը անընդհատ պիտի գնա ջուր բերելու, սայլակը նեղան չի գնում, շատ ծանր է իր համար։ Դժվար է շատ։ Մամա։ Հետո այդ ժամանակ այս հերոստատեսությունը խնդրում էր, որ զինվորները, զինվոր էլ չկար եմ այդ կամավորներ էին, ինչ կսին հետո ֆիդայիներ վիրավորվում են, կապող չկա, գրգող տանող չկա, չագատից հեռու քաշող չկա, օգնեք, ով